շատ հեշտ ծնողավարության մոտեցում, որը կարող է մեր երեխաներին երկար տարիներ ծառայել որպես լավագույն օգնությունը։ Մի արեք երեխայի համար այն ամենը, ինչ նա կարող է ինքնուրույն անել։ Նորից կրկնեմ։ Մի արեք երեխայի համար այն ամենը, ինչ նա կարող է ինքնուրույն մենակ անել։ Ինչ է սա նշանակում։ Երբ ձեր 1 տարեկան, 2 տարեկան երեխան փորձում է ինքնուրույն ուտել, թույլ տվեք նրան ուտել։ Եթե նա փորձում է ինքնուրույն լեգոները հավաքել, թույլ տվեք նրան հավաքել։ Եթե նա փորձում է ինքնուրույն քայլել, եթե նույնիսկ վստահ եք, որ նա ընկնելու է, թույլ տվեք։ Թույլ տվեք, որովհետև այսպիսով դուք նրան տալիս եք վստահություն, փորձելու տարբեր բաներ։ Վստահություն, որ նա կարող է տարբեր իրավիճակներից դուրս գալ ինքնուրույն եւ ինքնուրույնություն։ Հաճախ տեսնում ենք, որ մինչև 4, 5, 6 եւ բարձր տարիքի երեխաներին ծնողները կամ տատիկ-պապիկները կերակրում են գդալով։ Ինչու՞, որովհետև չեն ուզում երեխան թափի։ Սա իմ կարծիքով ամենամեծ վնասն է երեխայի համար, որովհետև նրան թույլ չի տալիս նախ զարգացնել այդ մկանները, որովհետև եկեք անկեղծ խոսենք, առանց թափելու երեխաները չեն կարող սովորել։ Առանց սխալվելու չեն կարող սովորել նրանք որևէ բան անել։ Առանց ընկնելու չեն կարող կանգնել սովորել ու քայլել։ Երբ մենք նրանցից վերցնում ենք այդ հնարավորությունները սխալվելու, նրանցից վերցնում ենք սովորելու հնարավորությունը։ Եվ նա մեծանում է մտածելով, որ ամեն ինչ պետք է ուրիշները իրենց համար անեն։ Այսպիսով երեխային մենք փոքրուց վնասում ենք նրան թույլ չտալով սեփական սխալների միջոցով սովորելու։ Ուրեմն սիրելի ծնողներ, մյուս անգամ, երբ երեխան ինչ-որ բան է անում, ու դուք ուզում եք առաջ գնալ ու անել դա իր համար, քանի որ դա այդպես ավելի հեշտ կլինի, ավելի քիչ ժամանակ կխլի, հետո չի թափտփվի սենյակը ու ձեզ դուք ստիպված նորից չեք մաքրի այն, մի պահ կանգ առեք։ Այո, արժե երեխայի թափթփված սենյակը հավաքել։ Այո, արժե սեղանը կամ հատակը ավլել երեխայի ուտելուց հետո, սրբել, մաքրել, քանի որ նա թափել է, որովհետև այս փորձառությունները նրանց համար անչափ կարևոր են։ Անչափ կարևոր են այս պահին տվյալ հմտությունը սովորելու համար եւ հետագայում սովորելու, որ իրենք ինքնուրույն մենակով կարող են որևէ բան անել։